Ավագ երեքշաբթի օրը Էջմիածնի Մայր տաճարում երեկոյան ժամերգության ընթացքում ներկայացվեց 10 կույսերի առակը։ Ավետարանական այս պատմությունը հիշեցնում է Հիսուսի երկրորդ գալստյան մասին։ Ի տարբերություն հիմարների, իմաստունները կարողանում են վառ պահել իրենց ճրագները ու դիմավորել փեսային։ Առակի մեկնության մեջ ասվում է, որ փեսան Քրիստոսն է, իսկ հարսանյաց սրահը երկնային արքայությունը։ Հիմար կույսերը իրենց հետ բավարար յուղ չէին վերցրել, որպեսզի կարողանային վառվող ճրագներով դիմավորել Տիրոջը։ Յուղը առաքինություններն են, բարի գործերը, լապտերը, մարդու հավատը, որն առանց գործերի ունայն է եւ հանգած։ Ավագ երեքշաբթի օրը եկեղեցիներում խորհրդանշական արարողություն է կատարվում։ Սովորաբար 10 կույսերին ներկայացնում են դպիրներ, երեխաներ կամ զինվորներ։ Նրանք բաժանվում են երկու խմբերի՝ իմաստունների եւ հիմարների։ Նրանց ձեռքում վառվող մոմերը հավատի լույսն են խորհրդանշում։ Արարողության ընթացքում հանգող մոմերը խորհրդանշում են ավետարանական դրվագը, երբ կույսերից 5-ի լապտերների ձեթը վերջանում է։ Էջմիածնի Մայր տաճարում այս տարի ավագ երեքշաբթի օրվա ավետարանական պատումը ներկայացնելու համար շապիկ էին հագել ձյուդո մարզաձևով զբաղվող մարզիկները։ Նրանք սովորում են Էջմիածնի հայորդյաց տան ձյուդոյի դասարանում եւ Վաղարշապատի մարզադպրոցում։ Առակը սովորեցնում է, որ պետք է միշտ Հիսուս Քրիստոսի խոսքի հանդեպ արթուն լինես, իր ասած պատգամները կատարես։ Այն մարդիկ, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսին, ովքեր իրանք հոգով ծառայում են Հիսուս Քրիստոսին, իրանք կհասնեն իրենց նպատակներին։ Այդ պատմությունը մեզ ասում է, թե ովքեր են հիմարները, նրանք էին, մոմը հանգցվեց, նրանք էին, ովքեր ասում, ինչ-որ մասով չեն հավատում կամ եկեղեցուն այդքան չեն հավատում, իսկ իմաստունները, որոնց մոմը վառում էր։ Իրանք, որոնք հավատում են, եկեղեցուն հավատում են, Աստծուն հավատում են եւ պատարակների են մասնակցում։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ ուշադիր լինենք Աստվածաշնչյա պատգամներին։ Ավագ երեքշաբթին ընդհանրություն ունի նախորդ օրվա հետ, երբ հիշատակվում է անպտուղ թզենու առակը, որում եւս ակնարկ կա, որ մեր առաքինի գործերով, պտուղներով պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես եւ երկնքի արքայությունից դուրս կմնանք հիմար կույսերի նման։ Ավետարանիչները մեզ են փոխանցել Տիրոջ պատգամը. արթուն կացեք, որովհետև չգիտեք մարդու որդու գալստյան ոչ օրը եւ ոչ ժամը։